Ավետարան ըստ Մարկոսի 16 Թափուր գերեզմանը և Հիսուսի հարությունը։ Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սաղոմեն գնացին խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան և օծեն նրա մարմինը։ Եվ կիրակի օրը առավոտյան արևածագին եկան գերեզման և ասում էին միմյանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ով պիտի գլորի»։ Եվ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր, և այն շատ մեծ էր։ Եվ ներս գերեզման մտնելով տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը, սպիտակ պատմուճան հագած, և զարհուրեցին։ Եվ նա ասաց նրանց. «Մի վախեցեք, դուք Հիսուսին եք փնտրում, խաչված Նազովրեցուն, նա հարություն առավ, այստեղ չէ, ահավասիկ այն տեղը, ուր նրան դրել էին։ Բայց գնացեք ասացեք նրա աշակերտներին և Պետրոսին, թե ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան, ինչպես ձեզ ասել էր»։ Եվ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել, և ոչ ոքի բան չասացին, որովհետև վախենում էին։ Հարուցյալ Հիսուս երևում է աշակերտներին։ Կիրակի առավոտյան հարություն առած լինելով, Հիսուս նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից 7 դև էր հանել։ Եվ սա գնաց ու պատմեց նրանց, որ Հիսուսի հետ էին և դեռևս սգում ու լաց էին լինում։ Երբ նրանք լսեցին, թե նա կենդանի է և երևացել է Մարիամին, չհավատացին։ Հետո Հիսուս այլ կերպարանքով երևաց նրանց, որոնք հանդ էին գնում։ Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների, բայց նրանք էլ չհավատացին։ Տիեզերական առաքելություն։ Հետո, մինչ 11-ը սեղան էին նստել, Հիսուս նրանց երևաց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության և խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր, մեռելներից հարություն առած։ Եվ նրանց ասաց. «Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք ավետարանը բոլոր մարդկանց։ Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի։ Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են։ Իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի, հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն»։ Հիսուսի համբարձումը։ Եվ ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը։ Իսկ նրանք ելան ու քարոզեցին ավետարանը ամբողջ աշխարհում, Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին խոսքը։